Եթե անդրադառնանք Հայաստանը սփյուռք հարաբերություններու վերագառուցման, որ դժբախտաբար այսօր այդ բարագաբակցությունը օգտագործելու անհրաժեշտությունը ունենք, նամանավանդ այսօր երբ կտեսնենք աջող խզումը, որ գա Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ինչպես պիտի վերագանքնեք վստահությունը եւ ստեղծեք երկկողմանի այդ գաբը, որ հայրենադարձները նաեւ գրնան հանդիսանալ գամրջող օղակ եւ ոչ սովորական դիտորդ։ Տեսեք, երբ որ խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին, վերջին տարիներին շատ ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ոչ միայն չեն բարելավել եւ զարգացել, այլ էապես խզվել են։ Այս վարչախումբը երբ որ եկավ իշխանության, առաջին գործը արեց, որ Սփյուռքի նախարարությունը լուծարեց։ Այնուհետև նշանակեց Սփյուռքի հանձնակատար, որը շատ հաճախ նման է կամ տպավորություն է կամ դա կարող է եւ իրականություն է Բաքվի հանձնակատարն է Սփյուռքում։ Շատ հետևողականորեն պայքար են մղում Սփյուռքում հայկական ավանդական կազմակերպությունների դեմ։ Դուք հիշում եք նաև, որ այս վարչախմբի պարագլուխը ընտրվելուց հետո շատ ուղիղ հայտարարեց, որ Սփյուռքի ավանդական կառույցները այլևս ավելնոր տողակ են։ Կարելի է հեռախոսով, լայվով ուղիղ աշխատել Սփյուռքի հետ։ Այն ժամանակ տպավորություն էր, որ խորքային չեն հասկանում ինչ է Սփյուռքը, Սփյուռքում ինչ շերտեր գոյություն ունեն, նման հայտարարություն են անում, բայց հետո հասկացանք, որ սա շատ հետևողական քաղաքականություն էր Սփյուռքը Հայաստանից հեռացնելու։ Իսկ վերջի շրջանի քաղաքականությունը, իրական Հայաստանի շրջանակներում շատ հստակ Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք պատասխանատու ենք բացառապես Հայաստանում ապրող ու Հայաստանի քաղաքացիների համար։ Եվ Սփյուռքը ոչ միջամտելու, ոչ խառնվելու որևէ բանի իրավունք չունի։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ Սփյուռքը ռազմավարական ներուժ է եւ Հայաստանի պետականաշինության մասնակից։ Սփյուռքահայերը Հայաստանի, այսինքն Հայաստանը ոչ միայն Հայաստանում ապրող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ հայության մայրաքաղաքն է, երկիրն է, հայրենիքն է, պետությունն է, որի նկատմամբ Սփյուռքի մեր հայրենակիցները ունեն եւ իրավունքներ եւ պարտականություններ։ Եվ այս ռազմավարական ներուժը պետք է լիարժեք օգտագործել Հայաստանի վերաշինության, կառուցման, զարգացման եւ այդ պոտենցիալը լիարժեք հնարավորություններից օգտվել։ Այս իմաստով մենք ասում ենք, որ Սփյուռքը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, կենսունակության աղբյուր է ու հակառակ։ Հետևաբար այս իշխանությունների ճանապարհից հետո պարոն նախագահը ներկայացրեց 98-ից 2008 թվականների ինչ կտրուկ շրջադարձ տեղ ունեցավ եւ Սփյուռքահայերի Հայաստան շատերը վստահ են, որ հիմա նայեք այդ տարիներին է մեծ մասը նաեւ վերադարձել եւ իջայլոց երեք մի հատ լավ բան հետաքրքիր տեղի ունեցավ, երբ որ ընկերներից հայրենադարձներից մեկին ասեցի վաղ հրավիրում ենք հանդիպման հայրենադարձների հետ, ասաց ես արդեն հայաստանցի եմ։ Այս իմաստով նաև շատ կարևոր է, որ մեր նպատակը հետևյալն է, մենք պետք է ստեղծենք մրցունակ եւ անվտանգ Հայաստան, որը գրավիչ լինի Սփյուռքից հայրենադարձության համար, ստեղծված լինի բոլոր պայմանները, ուստեղ մի կարևոր խնդիր էլ կա, մարդիկ նաև հաճախ ձեզանից շատերը իբրև նաև կամուրջ հայրենադարձության խթանման համար հայրենիք եք եկել նաև ինքնությունը ձեր պահելու, մշակութային հոգևոր անվտանգությունը պահպանելու համար, այսօր դժբախտաբար մենք մեր երկրում արդեն այդ դժվարություն ունենք։ Հետևաբար այս իմաստով մենք պետք է կառուցենք այն պետությունը, նաև մեր Սփյուռքի պոտենցիալը, որը գրավիչ լինի ու հայրենադարձության խթանման համար հատուկ ծրագրեր իրականացնի։ Մի հատ էլ ասա ինչ է ասում այսօրվա իշխանությունը Հայաստանի Հա, իր բանը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող Հայաստանի քաղաքացիներ ու շատ ուղիղ հայտարարել, որ գործ չունի։ Հիմա ես ուղղակի ավելացնեմ, այն ժամանակ իմ բանաձևը ուրիշ էր եւ բոլոր հանդիպումների ժամանակ ես դա ուղղակի հայտարարում էի, որ Հայաստանի նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի տարածքի վրա եւ քաղաքացիների վրա։ Բայց պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ամբողջ հայության առջև է։ Այս է եղել բանաձևը եւ այս բանաձևով ենք շարժվել։ Տարբերությունը կարծում եմ հսկայական է եւ արդյունքն էլ է նկատելի։